ընտրությունների և ընտրակեղծիքի ֆոնին և կհայտարարեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը և չեղյալ համարեց 3 ընտրատեղամասում ընտրությունները և այս պահին նրանք հրաժարվում են կատարել վերահաշվարկ, խնդրեմ ինչպես կմեկնաբանեք այս ԿՀ-ի խայտառակ պահվածքը։ Այո, շաբաթը փաստորեն նշանավորվեց կիրակին, այսինքն միաշաբթին, ինչպես գրաբարում էին ասում, նշանավորվեց այդ նոր արդյունքների հրապարակմամբ, բայց դա կարելի է ասել կանխատեսելի էր, այսինքն պետք չէր, որպեսզի երրորդ քաղաքական ընդդիմադիր այսպես ուժը մտնի խորհրդարան, դա ի սկզբանե արդեն ակնհայտ էր, ստիպված էին դիմել վերահաշվարկի, բայց վերաքվեարկության, ինչպես տեսնում եք, չեն գնում տարօրինակ բացատրությամբ, դրա մասին ևս կխոսենք, եւ փաստորեն մենք ունենք հետեւյալ արդյունքը, որ քաղաքացիական պայմանագիրը հավաքել է ըստ Վահագն Հովակիմյանի գլխավորած ԿՀ-ի 49,7456 այսպես 10%-ական ձայն, Հայաստան դաշինքը 9.9, Ուժեղ Հայաստանը 23.27 եւ Բարգավաճ Հայաստանը փաստորեն նրանց կարծիքով կանգ առավ 3,9893 10%-ական սահմանագծին։ Եթե մենք ապրեինք այնպիսի երկրներում, այսպես խաղաղ Եվրոպայի, որտեղ իրոք 10,000-ական այսպես տոկոսներով են ընտրություններ կատարվում, ապա մենք պետք է արձանագրեինք, որ ԿՀ-ն աշխատում է օրենքի այսպես տառին եւ ոգուն համապատասխան։ Սակայն տեղի ունեցած այդ անգամ վերահաշվարկը, եւ ել չեմ խոսում դիտորդների եւ ԵԱՀԿ ժմիգի եւ ԱՊՀ դիտորդական առաքելության եւ հայաստանյան դիտորդական առաքելությունների, ինչպես նաեւ սովորական ընթացիկ լրահոսին ծանոթ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դիտարկումներին, մենք պետք է արձանագրենք, որ տեղի են ունեցել ընտրություններ աննախադեպ ձերբակալությունների, կալանքի եւ այսպես քրեական գործերի հարուցման համապատկերում։ Ընդ որում այս անգամ գլխավոր, այսպես կարելի է ասել, դերակատարը հակակոռուպցիոն կոմիտեն էր, որը օրերս հրապարակեց, ուզում անպայման անդրադառնանք այդ թվերին, պաշտոնական հաղորդագրություն կոռուպցիոն բնույթի ընտրական, նշում եմ, հանցագործությունների մասին։ Ըստ այդմ նախընտրական եւ ընտրական փուլում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնել է 115 քրեական վարույթ։ Եվ հանրային քրեական վարույթը, այդ 115 վարույթը հարուցվել է 242 անձի նկատմամբ։ Տեսեք ինչ զարհուրելի թվեր են, 100-ը գերազանցող, բայց ծանոթանում ենք այս հաղորդագրության հետագա շարունակությանը, որոնցից միայն 14 քրեական գործն է ավարտվել մեղադրական եզրակացությամբ։ Այսինքն 115 քրեական վարույթից 242 անձի նկատմամբ միայն 14-ն է ավարտվել մեղադրական եզրակացությամբ եւ բնականաբար չկա դատարանի օրինական ուժ ստացած որևէ վճիռ։ Այսինքն քրեական գործերը հարուցվում են, հիմնականում թիրախում այսպես Ուժեղ Հայաստան կուսակցության շտաբի անդամներ են, падգամավորության թեկնածուներ են, շարքային քաղաքացիներ, որոնք Ուժեղ Հայաստանի համակիրներն են, Հայաստան դաշինքի համակիրներ, падգամավորության թեկնածուներ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածուներու համակիրներ, թեև այստեղ նշենք, որ կարելի ասել Բարգավաճ Հայաստանի հանդեպ գործի է դրվել ծանր հրետանին, որովհետև այդ կուսակցության երկրորդ համարի հանդեպ, Անդրանիկ Թևանյանի հանդեպ, այսպես ահազարհուժ մեղադրանք են հարուցել պետական դավաճանության գործով, այսինքն ի սկզբանե նկատելի էր նաև այդ տարբերակումը եւ նկատելի էր հնարավոր դիպաշարը այս ուղղությունը, այսինքն ամեն կերպ կանխել երրորդ ընդդիմադիր ուժի, տվյալ պարագայում դա դառնում էր Բարգավաճ Հայաստանը, մուտքը ազգային ժողով, թեկուզ եւ նվազագույն շեմով, այսինքն 4%-ը հատելու պայմաններով։
Եվ նշեմ, որ խնդրեմ պաշտոնական հակակոռուպցիան կոմիտեի տվյալները, բայց մենք ինչ ենք տեսնում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը իր այդ ճեպազրույցներում կանոնավոր հայտարարում է, որ իրեն ընտրողները օրգանիկ են, իսկ ընդդիմադիրներին ընտրողները բոլորը 100%, ընդ որում տեսեք ձևակերպումն էլ 100% ընտրակաշառքով են ընտրել, գնացել ընտրության։ Ես ինքս իմ կյանքում մասնակցել եմ բազմաթիվ ընտրությունների, իմ առաջին ընտրությունը եղել է Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն, որտեղ ես հպարտ էի, որ Հայաստանի անկախությունն են կերտում, այդ երրորդ հանրապետությունը, որը Արցախի հանրապետության գոյության երաշխավորն էր հիմքը եւ գնում էր Հայաստանի եւ Արցախի այսպես վերամիավորման ճանապարհով եւ դրանից հետո ազգային ժողովի ընտրություններ եւ անկեղծ ասած երբեք իշխանություն չեմ ընտրել, երբեք։ Ես դա շեշտում եմ, միշտ ունեցել եմ ընդդիմադիր հայացքներ եւ խոսվել է, որ այո, Հայաստանում ինչպես հետխորհրդային տարածքի շատ երկրներում, որտեղ չկայացած ժողովրդավարություններ, սկսեցին գործել ընտրակաշառքի տարբեր եղանակներ, ընտրակաշառքը համարում եմ ամենանողկալի իրողությունը, որ կարող է գոյություն ունենալ, բայց անկեղծ իմ շրջապատում ես երբեք չեմ տեսել այսպես 100%-անոց ընտրակաշառյալների, որոնք իրենց ձայնը տալիս էին, չգիտեմ, 10,000, 20,000 կամ հիմա առասպելական թվերի մասին են խոսում, իսկ այս ընտրություններին ես ոչ միայն իմ շրջապատի, այլ նաև այսպես ֆոկուսային խմբերի հետ եմ հանդիպել, որտեղ նաև տեղեկատվությունը փակ շրջանակներում է մնում եւ գիտեք զարմանալի կարելի ասել ինձ ուրախացնող զվարթությամբ հայտնաբերել եմ, որ ընտրակաշառք որպես այդպիսին ընդդիմադիրների կողմից, այսինքն բաժանված գումարներ կամ չգիտեմ ինչեր չեն եղել։ Եվ իդեպ, եթե հետևում ենք հակակոռուպցիոն կոմիտեի այդ հայտարարություններին, էլ ապա տեսնում ենք, որ նրանք դրվագներով ինչ-որ ապամոնտաժված եւ հիմնականում շատ կասկածելի բնույթի ձայնագրություններ են, իսկ ձայնագրությունները դուք հասկանում եք, որ կարող են լինել սադրված, այսինքն մարդիկ միտումնավոր զանգահար են եւ ուզենան ինչ-որ մի բան, այդ պատճառով է, որ 115 գործից ընդամենը 14-ն են կարողացել մեղադրական եզրակացությամբ ավարտել, որպիսի դատարան մուտք գործել տան, իսկ մնացածը անգամ 100-ից ավելի գործ անհնար է եղել մեղադրական եզրակացություն ձևակերպել։ Հետևաբար պետք չէ խոսել ընդդիմադիրների կողմից ընտրակաշառքների զանգվածային լինելու վերաբերյալ, որովհետև ես կարծում եմ պարոն Փաշինյանին շատ սխալ տեղեկություններ են տալիս կամ գուցե ինքը այնպես, չգիտեմ, վատ տրամադրության մեջ է եւ նրա սպասումները չեն արդարացել, դրա համար այդպիսի թվերի մասին է խոսում։ Ես կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի նրա աշխատակազմը իրեն համապատասխան տեղեկատվություն ներկայացնի, որ այդ ընտրակաշառքի զանգվածային գործերից ընդամենը 14-ն է դեռ միայն մեղադրական եզրակացությամբ ավարտվել եւ դատարանում դեռ ոչինչ չի քննվել, որովհետեւ մեղադրական եզրակացությունները 14-ը նորեն ավարտվել։ Ուստի ես կարծում եմ ընտրություններին պետք է նայել սառը եւ սթափ հայացքով, իսկ ֆոկուսային շատ խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ իրականում այս ընտրություններին հատկապես գյուղական բնակավայրերում կամ մարզային այսպես մարզկենտրոններում, մարզպետարաններից եւ տիմ մարմիններից բազմաթիվ զանգեր են եղել քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք դիմումներ են ներկայացրել սուբսիդիաներ ստանալու սեփականաշնորհման հետ կապված տարբեր գործարքներ կատարելու կամ ջրօգտագործման միավորների հետ ինչ որ գյուղատնտեսական այսպես խնդիրներ լուծելու համար եւ բազմաթիվ մարդկանց ուղղակի տրվել են արտոնություններ եւ նրանց հակել են, այսինքն մղել են իշխանությանը ընտրելու։ Եթե սա չենք համարում ընտրակաշառք, ապա ինչի մասին է խոսքը։ Իսկ խոստումները, գիտեք, լավ ապագա խոստանալ, աշխատանք խոստանալ անվտանգություն, դա ցանկացած ընտրության հիմքն է։ Հետևաբար դա անհեթեթ առասպել է, որ այս ընտրությունները անցել են
աննկարագրելի, չգիտեմ, ընտրակաշարքի ճանապարհով եւ ընդ որում միայն այսպես ընդդիմադիր դաշտի կուսակցությունների կողմից, դա հատուկ պատում է վարկաբեկելու ընտրությանը եւ Հայաստանում նոր գլուխ բարձրացնող ժողովրդավարությանը։ Այս ընտրությունները անկախ իրենց արդյունքներից ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս չի գայթակղվում ինչ-որ գումարներով եւ իրեն տրվող ինչ-որ առավելություններով, այլ ուզում է ընտրել իր գոյաբանական անվտանգ ապագան եւ այդ ապագան իրական երաշխիքներով։ Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, որը փաստորեն ուներ վարչական ռեսուրս կիրառելու մեծ հնարավորություն եւ կիրառել է, նշենք, որ ԵԱՀԿ ժմիգը եւս արձանագրել է վարչական ռեսուրսի կիրառման մեծ այսպես հնարավորություններ, որոնք իրացվել են, դրանք բոլորը արձանագրված են, ընդդիմության մոտ առավել այսպես համակարգված ըստ տեղամասերի, ըստ հավաքների, թե ինչպես էին ուսուցիչները, երեխաները, իրոք զարմանալի ընտրություններ են, որոնց ժամանակ փորձեցին ուսուցիչներին քաղաքականացնել, դպրոցական աշակերտներին բերել իշխող քաղաքական ուժի այսպես նախընտրական քարոզարշավին եւ բնականաբար դրա միջոցով ազդել նաեւ նրանց ծնողների, ուսուցիչները գիտեք ամենամեծ շփումներն ունեն հատկապես գյուղական բնակավայրերում ընտրողների մոտ եւ նրանց փաստորեն մղել դարձնելու քաղաքացիական պայմանագրի ընտրողը։ Անկամ այս վարչական ռեսուրսը եւ ընտրախոստումների տարափը, որ իրենք տեղացել են, եւ այն սարսափը, որ եթե իրենք չընտրվեն սեպտեմբերին պատերազմ կլինի, իդեպ Փառք Աստուծո իրենք արդեն հրաժարվել են, չնայած 50%-ից ավելի չեն հավաքել, բայց հրաժարվել են այդ պնդումներից, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, տեղի ունեցել դրական երևույթ, երևույթին լավ խորհրդատուներ են հայտնվել, անգամ այդ սարսափի մթնոլորտում մեր հասարակությունը կեսից ավելին չի տվել նրանց ձայն, չի տվել իշխանությանը ձայն, իսկ ինչու չի տվել, որովհետև իշխանության քարոզարշավը իրենց չի տվել երաշխիք Հայաստանի Հանրապետության հետագա անվտանգության եւ զարգացման առումով։ Հիմա եթե մենք խոսում ենք ԿՀ-ի մասին, ապա պետք է նշել, որ ցավոք սրտի բոլոր այն վատթար ավանդույթները, որ եղել էին, եւ դեռ ավելին կրկնվեցին։ Դա բացարձակապես ժողովրդավարության տեսանկյունից անընդունելի էր եւ երբ դեռ 20%-ն էլ չէր մշակված ընտրությունների արդյունքների, հանրապետության վարչապետի պաշտոնում դեռևս գտնվող Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց թե ասուլիս հայտարարեց այդպես փրփրագինիներով եւ այլն եւ մնացած իր թիմակիցների մռայլ դեմքերի ուղեկցությամբ սկսեց հայտարարել, որ ինքը հաղթել է եւ ամենասարսափելին այն էր սպառնալիքներ էլի հերթական սպառնալիքներ տեղալ ընդդիմադիրների հասցեին եւ դրանից հետո դեռ ասում էին կարծես Վահագն Ալեքսանյանն էր ասում եւ կամ այլ ինչ որ դիտորդների կողմից հնչեց ինչ որ արձագանք թե ուրիշ ուժեր եւս չսպասելով ամբողջականին կարող են ոչ թե պարտադիր հայտարարում են իրենց հաղթանակի մասին, բայց ոչ երբեք սպառնալիքների ընդդիմադիրների հասցեին, այսինքն դու կարող ես հայտարարել, որ դու պայծառ հույսեր ունես, որ հաղթել ես, բայց դու ուզում ես ոչնչացնել քո հակառակորդներին, դրա մասին երևի դեռևս ոչ մի երկրում, ոչ մի ընտրական քարոզարշավում նման գործիք չի կիրառվել, եւ տեղի ունեցավ ամենասարսափելին։ Դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց ուղիղ եթերները, այլ նրանք հայտարարեցին, որ այլևս դրանից հետո իրենք կուղարկեն ինչ որ աղյուսակներ, չէին պատասխանում լրագրողների հասցեին եւ միայն հաջորդ առավոտյան սկսեցին թվեր հրապարակել եւ արդեն ակնհայտ էր ԲՀԿ այդ նվազող ձայների շեմը, քաղաքացիական պայմանագրի աճող ձայների շեմը, որը առաջացնում է առերևույթ հիմնավոր կասկածներ, որ տեղի է ունենում ընտրաձայների վերաբաշխում
ըստ իրենց տակտիկական եւ ռազմավարական նպատակների։ Այսինքն շատերը ունեին առերևույթ հիմնավոր ապացույցներ ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ոչ միայն կառավարությունն է, այլ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Իդեպ կառավարության վերջին նիստերից մեկում մենք ունեցանք նաեւ արդեն բացարձակ համոզմունք, որ ինքը դատարանն է, որովհետեւ կառավարության այդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն դատավորները, որոնք այդ ընտրակաշառք վերցնողներին չեն դատապարտի, ապա պետությունը նրանցով կզբաղվի, բայց ժողովրդավարական երկրներում դատական համակարգը միշտ անջատված է գործադրից եւ մեղավորությունը անգամ նման զարհուրելի եւ անընդունելի մեղադրանքում, ինչպիսին ընտրակաշառքն է, ընդհանրապես վարչապետը չի որոշում։ Երբեմն գիտեք տպավորություն է առաջանում, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է գերագույն դատարան լինել, ամեն ինչ լինել, հաշվել բոլոր ձայները, կանխավ, եւ դա միայն երևի թե տագնապների արգասիկ է։ Ու այս ընտրությունները աչքի են ընկնում նաև եւս մի շատ վտանգավոր հատկանիշով, որ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը որոշել է լինել միայն իրեն ընտրողների, այսինքն այդ 49-ի վարչապետը, իսկ մնացածների լինել դատավորը, նրանց հետ հաշվեհարդար ու դատաստան տեսնողը։ Ամենօրյա, գիտեք, այդ ուղիղ եթերներով ինքը սպառնալիքներ է նետում մարդկանց հասցեին, որ նրանց ունեզրկելու է, նրանք դառնալու են, չեմ ուզում օգտագործել այդ ձևակերպումները, որ ինքն դրանք շատ վիրավորական են եւ ընդհանրապես պետք է նշեմ, որ ատելության խոսքը 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններից եւ առաջ եւ հետո հիմա դարձել է հիմնականը։ Ես չեմ ուզում շարունակել այդ ատելության խոսքը։ Գիտեք, պետք է կարողանալ նաեւ ընդդիմադիրների հանդեպ այն մարդկանց, ովքեր չեն կիսում քո հայացքները, ունենալ տաժական հարգանք եւ ըմբռնում եւ հասկանալ, որ այն բոլոր քաղաքացիները, որոնք քեզ չեն ընտրել, եւ եթե նրանց գումարենք նաեւ ընտրություններին չմասնակցողները, իրենք շատ ավելին են, քան այդ 700,000-ը եւ չի կարելի այդ մարդկանց հայտարարել օրենքից դուրս։ Դա բացարձակապես անընդունելի է եւ ցույց է տալիս, որ նման պահվածքով երկիրը կառավարել եւ պաշտպանել այդ կարգախոսը թե ապագա կա հնարավոր է։ Ուստի ես հասկանում եմ, մենք նորից վերադառնում ենք այդ չարչերկված խնդրին, թե կընդունի ընդդիմությունը այս ընտրությունների արդյունքները, թե ոչ, եկեք կատարենք այդ հստակ արձանագրումը, որ այս ընտրությունները ցավոք սրտի ոչ արդար էին, ոչ ազատ էին եւ ունեն խիստ կասկածելի լեգիտիմություն անգամ այս ԿՀ-ով։ Տեսեք, 3 ընտրատարածքում ընտրությունները հայտարարվեցին չեղյալ։ Եկեք վերանանք այն բանից, որ այդ արդյունքները կարծես այնպես էին դասավորված, որ ընտրվել էին այն 2-ը, երրորդը ոչ, որտեղ Բարգավաճ Հայաստանը բավական զգալի ձայներ էր ստացել, բայց վերանանք դրանից, հասկանանք, որ մոտ 3000 մարդ զրկվել է իր ընտրական իրավունքը իրացվելու հնարավորությունից, որովհետև իր քվեարկությունը տարբեր պատճառներով, վերանանք նաև խնդրից ինչպիսի պատճառներով, ճանաչվել են անվավեր։ Եւ կա դատարանի որոշում, որը ԲՀԿ հայցին պատասխանել էր, թե պետք է լինի վերաքվեարկություն, բայց այդ 3000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահը ոտնահարվում է, սահմանադրական իրավունքը ընտրելու ոտնահարվում է, ինչու, որովհետև, ինչպես ես այսօր լսում էի մամուլից, Վահագն Հովակիմյանին այսպես տվել էին մի վերլուծական, որ կարող է տեղի ունենալ տակտիկական ընտրություն։ Քաղաքացիները, պարզվում է, ընտրության օրը դեռ արդյունքները չգիտեին, եւ նրանք այլ կերպ են ընտրել, իսկ արդյունքները իմանալուց հետո նրանք կարող են փոխել իրենց ընտրական, չգիտեմ, համակրանքները։ Համոզված եմ, որ այս տակտիկական քվեարկություն, կեղծ եզրաբանությունը պետք է բացարձակ մերժվի, դա հակաժողովրդավարական է եւ խոսում է այն մասին, որ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաեւ ամբողջ քաղաքացիական պայմանագրի թիմը հասկացել է, որ քաղաքացիները խզել են իրենց հետ պայմանագիրը։ Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ին ընտրող ոչ մի քաղաքացի
չի գնալու ընտրի հիմա, չգիտեմ, քաղաքացիական պայմանագրին կամ ուժեղ Հայաստանին կամ միասնության թևերին, ոչ, ով ում ընտրել էր, ընդհակառակը երևի թե այն մարդիկ, ովքեր ստիպողաբար էին գնացել, չգիտեմ, տարբեր իշխանական կամ այլ լծակների ազդեցությամբ գնացել ընտրել էին իշխող ուժին, հիմա հանկարծ նրանց մի մասը կարող է չընտրել, բայց իրական գաղափարական ԿՊ համակիրները երբեք ոչ մի տակտիկական քվեարկության պարագային բնականաբար չեն ընտրի ընդդիմությանը, ինչպես եւ հակառակը, այսինքն այդ ամբողջ կեղծ ձևակերպումները մեկ էջից ավելի այդ հայտարարությունը, որ տարածել է կենտրոնական ընտրական կոչված, իսկ իրականում կարծես կառավարությանն առընթեր այդ հանձնաժողովը Վահագն Հովակիմյանի ոտնահարում է կոպտորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրելու իրավունքը, իսկ դա չի արվում, որովհետև նրանք զարհուրելի վախենում են վերընտրությունից, հետևաբար էլ ինչ լեգիտիմության մասին կարելի է խոսել, լեգիտիմ, ազատ, արդար ընտրված մարդիկ, քաղաքական ուժերը, ես նկատի ունեմ, երբեք չէին վախենա վերաքվեարկությունից, ես հասկանում եմ, որ նորից մենք հայտնվում ենք այդ ընտրական ցնցումների հետընտրական ցնցումների մակարդակում, բայց պայքարը պետք է շարունակվի սահմանադրական բոլոր եղանակներով, եւ ես ուզում եմ մեկ շեշտադրում էլ կատարեմ, մենք արդեն գիտենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը դիմելու են սահմանադրական դատարան, այստեղ ուզում եմ ասել, որ պետք է, ահա, այո, բազմամարդ, այո, դու ես Այո, դա ես կարող եմ ասել այս հետընտրական շրջանի մեր գլխավոր նվաճումներ, որը ապացուցեց եւ մեր ընտրողների այսպես վճռականությունը, ճիշտ ընտրություն կատարելու ունակությունը, համենայն դեպս մեծամասնության, եւ ես նաեւ այսօր շատ ուրախ եմ, որ տեղեկացա, որ միասնության թևերը եւս միացել է 3 տարածված այդ հայտարարությանը, որտեղ հիմնավոր մի շարք կետերով նշված էր եւ վարչական ռեսուրսի կիրառումը եւ քրեական հետապնդումների, որոնց մասին մենք բավական մանրամասն խոսեցինք, այդ ուղղորդված արշավը եւ նաեւ լրատվության ու քարոզչական այսպես իշխանական միջոցներով ատելության, խոսքի բռնության, տեսեք, իրենք շատերին ձերբակալում են նաեւ Ղևոնդյանին էին զրկել այսպես հրապարակային խոսք արտահայտելու իրավունքից եւ նրա հանդեպ գործ է հարուցվել, ինչ էինք խոսում էր կոպիտ, եթե չեմ սխալվում, այո, կոպիտ ինչ որ գործիք հակազմի մասին, բայց կոպիտ գործիք հակազմը ընդհանրապես կարող է նշանակել, գիտեք, ուղակի պիկետներ, ուղակի ցույցեր, այո, այսպիսի զգայական ելույթներ, դա լրիվ բնական է եւ մտնում է մարդու սահմանադրական իրավունքների մեջ, արտահայտել իր կարծիքը թեկուզ զգայական եւ դու կարող ես թիրախավորել, բայց ինչպես տեսակ, անգամ այս զգայական խոսքում ոչ մի վիրավորական արտահայտություն չկար ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ մնացածների հասցեին։ Իսկ մենք ամենօրյա պարբերականությամբ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, չգիտես ինչու գլխարկով, փակ տարածքով, որտեղ ինքը հայտարարում է, որ, չգիտեմ, բոմժացնելու է եւ մնացած բոլոր այդ ընդդիմության ընտրողները
ընտրակաշարք վերցնողներ են, չէ՞ որ այդ մարդիկ կարող են իսկապես հանրային քրեական գործեր հարուցել իրենց բարի համբավը եւ պատիվը վարկաբեկելու։ Ես կարծում եմ, երբ Նիկոլ Փաշինյանը անջատում է այդ լայվը, ինքն էլ հասկանում է, որ իր այդ ասածներում չկա ոչ մի տրամաբանություն։ Եվ ամենը ժողովրդավարությունից եւ ազատ ու արդար ընտրություններից խոսող մարդը այսօր հասել է այն բանին, որ ինքը իրեն սկսել է համարել իր 49-7-ի վարչապետը, հա, իսկ մնացածները բոլորը ենթակա են քրեական հետապնդման եւ հալածանքի, եւ սա այն ժողովրդավարությունն էր, որի մասին ինքը խոսում էր։ Ինքը չունի այդ սահմանադրական մեծամասնությունը, բայց մինչ այդ էլ ես կարծում հարգելի քաղաքացիներ դադարեցրեք տրվել այն լալահառաջ պատումներին, թե երբ է սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կայացրել, սահմանադրական դատարանով ոչինչ չի որոշվում, սահմանադրական դատարանով ամեն ինչ կարող է որոշվել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր քվեին, քվեարկելու իր իրավունքին։ Այսինքն ես լիիրավ միանում եմ, մենք պետք է հանրային այսպես քաղաքական, սահմանադրական բոլոր լծակներով շարունակենք այդ ընտրությունների արդյունքների ճշգրտման գործընթացը, այն հիմնական ատյանում սահմանադրական դատարանում եւ ցույց տանք, որ այն բազմաթիվ դեպքերը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ վերջին որոշումը տակտիկական քվեարկություններից վախեցած որոշումը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, պետք է տեղի ունենա վերաքվեարկություն, պետք է տեղի ունենան այսպես ընտրությունների արդյունքների ճշգրտումներ, ես կարծում եմ դրան կարելի է գնալ, այո, նաև նոր ընտրությունների ճանապարհով եւ այդ ամենը պետք է ուղեկցվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վճռականությամբ, որովհետեւ իրենք են ընտրողը եւ տերը այս իշխանության։ Մի լսեք այդ բոլոր խնդիրներին, մի վախեցեք, պետք չէ վախենալ, երբ մեր ձայնը արդար է, երբ մեր նպատակը ազնիվ է, իսկ դա անվտանգ ժողովրդավար Հայաստանի կառուցումն է, իմացեք, որ մենք գնում ենք ժողովրդավարության, որովհետև ես անձամբ որպես Նարինե Դիլբարյան ուզում եմ իմանալ, թե իմ հայրենիքում ապրողների որ մասն է համաձայն, որ Արցախյան էջը փակվել է, որ Արցախը անվերապահ Ադրբեջան է, ինչպես դրանից առաջ Ադրբեջան էր Նախիջևանը, որ Բաքվի բանտերում գտնվող իմ հայրենակիցները պետք է ցմահ 25 եւ չգիտեմ ինչ սարսափելի դատավճիռներով ամեն օր հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների ենթարկվեն մեր թշնամու ադրբեջանցիների կողմից։ Ես գուցե հուզվում եմ, բայց ինձ համար այս ընտրություններում դա շատ կարևոր էր։ Այդ արևմտյան Ադրբեջանի խոսույթը եւ հիմա մենք շուտով կտեսնենք ինչպես Նախիջևանում իրենք արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ միջոցառումներ են ամբողջ պաշտոնական այսպես Ալիևյան վարչակազմով կազմակերպելու, ես եմ ուզում իմանալ, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քանի տոկոսն է դրա հետ համաձայն, որովհետև մեր երկրի ավանդանկությունը, մեր սահմանները քանի տոկոսն է համաձայն, որ էլի նոր սահմանագծում սահմանազատումներ կատարվեն ու ասեն, թե Տիգրանաշենը չգիտեմ ինչ որ օտարանուններով քյարքիներ է եւ այլն ու որ տոկոսն է համաձայն որ Արարատը այլևս Հայաստանի ու Արարատյան գաղափարաբանությունը մերը չէ, պարզվում է բիբլիական լեռը, ինչ որ ոմանք այսպես թուրքիո կամքով արդեն սեփականաշնորել են, մենք էլ կադաստրային վկայական չունեն։ Ես դա եմ ուզում իմանալ եւ համոզված եմ, որ ինձ հետ 100 հազարավոր քաղաքացիներ ուզում են դա իմանալ եւ պայքարել իրենց ազգային պետական շահերի համար։ Եվ հիմա այսպես սահուն, բայց շատ ցավալի անցում կատարեմ երեկվա այդ իրադարձությանը եւ այո խոշտանգվել բանտերում արցախցիների
Գիտեք, սա օրինաչափ ավարտներ այդ վարչական ռեսուրսի կառավարմամբ հայ քաղաքացու հանդեպ ատելության խոսքի անպարագիծ կիրառմամբ ուղեկցված ընտրությունների օրինաչափ ավարտներ, որ ծագումով ես կարծում եմ Շուշիի մի հարսանիքը կատարած Արմեն Գրիգորյանը շուշեցի է, ինձ արցախցիները հուշեցին, որ կես հադրուցի, կես մարտունեցի է, ես շտկեցի իմ այդ գրառումը, Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացին գլուխը բարձր, սիրալիր նայելով Հիկմետ Հաջիևին, քայլում էր Դիլիջանի այսպես փողոցներով եւ շատ ոչ տեղեկատվական փոքրիկ մամլո հաղորդագրություններից մենք ընդհանրապես տեղեկացանք, որ ինքնեք խաղաղության օրակարգ էին քննարկում։ Ես պաշտոնապես ուզում եմ ճշտել, թե Արմեն Գրիգորյանը եւ այս երկրի, որ իմ հայրենիքն է, ես իմ հարկերն եմ ուծում, ես աշխատում եմ իմ ուժերի ներածին չափով հանուն այս պետության, այդ ղեկավարներից քանիսն է Հիկմետ Հաջիևի եւ նրա ղեկավարների առաջ բարձրացրել այն հարցերը, որոնց մասին իրենք վախենում են խոսել։ Իրենք անգամ փորձում էին ստել ու քողարկել Ստեփանակերտում մեր եկեղեցու այդ պայթեցումը, Աստված ացնի եկեղեցու պայթեցումը, Արցախի մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացումը, մեր մշակութային ժառանգությունը քրիստոնեական այլ եկեղեցիներուն ուղղելու խնդիրը, Արցախի հազարամյակներ ապրող բնակիչների նյութական սեփականության կոպտագույն յուրացումը եւ իրենց վերադարձի եւ իրենց տներին, իրենց նախնիների գերեզմաններին տեր կանգնելու իրավունքը քանի անգամ են իրենք բարձրացրել։ Գիտեք, քաղաքացիական ինչ որ խմբեր էին գնացել, նախաձեռնություններ, Արեգ Քոչինյան, Ղևոնդյան Ռոբերտ, չգիտեմ Բորիս Նավասարդյան եւ այլ գնացել էին, հետո հպանցիկած մենք գերիների հետ հանդիպելու մասին խոսեցինք, մեզ մերժեցին, այդպես են գնում, գնայի կռիվ տայիք այնտեղ, հենց այնտեղ բրիֆ կազմակերպեիք, միջազգային թող բոլոր լրատվամիջոցները հավաքվեին, չէ որ պատկերացնում եք երկարամյա ընդմիջումից հետո երկրորդ թե երրորդ անգամ քաղաքացիներ են գնացել Բաքու, իսկ ինչու ես որպես քաղաքացի չեմ կարող գնալ Բաքու։ Ես էլ եմ ուզում գնալ Բաքու, նայել իրենց երեսին եւ հարցնել, թե խաղաղության գնացող մարդիկ ինչպես են իմ եկեղեցին պայթեցնում, ավերում իմ հայրենակիցների եւ մեր կառուցած համալսարանները, մեր գերիներին, որոնք բացարձակ ամեն ինչ արել են իրավականորեն, որովհետեւ Արցախի հանրապետությունը եղել է չճանաչված, բայց միջազգային իրավունքի բոլոր նորմերով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պաշտպանվող պետություն, որը պարզապես ոմանք ուժի կիրառմամբ, կոպտագույն ուժի կիրառմամբ խլել են, այսինքն բռնազավթել են եւ այստեղ գտել են մարդկանց, որոնք պատրաստ են ուրանալ այդ իրավունքը։ Ես որպես քաղաքացի ծայրագույն ասում եք հաշտվել այս ընտրությունների արդյունքների հետ, գնալ, չգիտեմ, խորհրդարանական պայքարի, բայց ինչպես ես գնում խորհրդարանական պայքարի, երբ Հիկմետ Հաջիևը այն Դիլիջանում, որտեղ նաև, որի շենացման եւ ժամանակակից համաշխարհային կրթական, մշակութային կենտրոն դառնալու գործում մեծագույն դերակատարում ունի Ռուբեն Վարդանյանը, Հիկմետ Հաջիևը երջանիկման է գալիս, չգիտես էլ ինչ ասեց ծառայակատար ուրիշ բառել չես գտնում այդ մարդու համար, իբրև թե ինքը հյուրընկալ տանտեր է, հա, ինքը Հաջիևին ցույց է տալիս այդ պուրակը, Դիլիջանի այդ գեղեցկությունը ու չի ասում, թե ինչու պետք է Ռուբեն Վարդանյանը եւ մեր մյուս հայրենակիցները այնտեղ ապօրինի դատապարտված լինեն, անհեթեթագույն, ոչ մի հիմք չունեցող եւ միջազգային բազմաթիվ իրավական կազմակերպություններ, միջազգային քրեական դատարանը քանի անգամ խոսել է, որ դա դատական ֆարս է, որ դա հաշվեհարդար է, իսկ այստեղ մարդիկ ասում են Արցախյան պատերազմի էջը փակվել է։ Հա ուզում եմ տեսնել էլի այդ մարդկանց եւ եթե նրանք գալիս այստեղ ման են գալիս ես էլ տիրոջ իրավունքով պիտի գնամ
Եվ պիտի գնամ ոչ միայն Արցախ, Նախիջևան պիտի գնամ, որտեղ իրենք ջուղայ խաչքարերն էին այդպես Իլհամով, Մութալիբովից սկսած Իլհամի հոր Հեյդարով ոչնչացնում էին։ 2012-ին չէ կարողացան իրենց կարծիքով ամբողջ այդ խաչքարների քաղաքը դարձնել ավերակների կույտ, իրենց թվում է ամեն ինչ փոշիացրին, դրանց նկարները կան։ Բաքվում կատարած սպանդի բոլոր ձայնագրությունները կան, դրանց վկաներն են կենթանի, ու այդ դատավարությունը լինելու է, եւ այդպիսի խաղաղություն չի կարող լինել, քանի Բաքվի բանտերում մեր հայրենակիցները հալածվում են հայրենիք ունենալու եւ հայ ունենալու համար, ու մենք չպետք է ենթարկվենք այն մարդկանց, որոնց ասում են գիտեք խաղաղ, դուք լռեք դրա մասին, կուլ տվեք, ասեք, որ ամեն ինչը Ադրբեջանը եւ նրանք ձեզ չեն սպանի։ Ոչ, Սաֆարովը գլխատեց մեր սպային, գլխատեց քնած ժամանակ, իրենք հողի համար միշտ պատրաստ են ոչնչացնել, Ադրբեջանում հայատյացության զարհուրելի մթնոլորտ է։ Եվ եթե մենք ուզում ենք իրական խաղաղություն, ապա պետք է մեր գերիները վերադառնան, արցախցիների վերադարձի իրավունքը, եւ ես արցախցի չեմ, բայց ես լիիրավ իրավունք ունեմ, ծնունդով նկատի եմ, ես հայ եմ ինչպես բոլոր արցախցիներ, լիիրավ իրավունք ունեմ վերադառնալու Արցախ, հաստատվելու այնտեղ, Նախիջևան եւ նաեւ Բաքու գնալու, որտեղ իմ նախնիները մեծ կառուցած լումա ունեն։ Եվ ոչ թե միայն որոշակի անձինք պետք է գնան, անդրադառնամ կարճ նաև Վերոնիկա Զոնաբենդի այդ նախաձեռնությանը միջազգային, որ ինքը կոչեր արել համաշխարհային մակարդակով այսպես կանանց միջազգային պատվիրակություն ստեղծել, որոնք կգնան Բաքու, նա դիմել է նաև Ադրբեջանի ՄԻՊ-ին, որի հետ խոսել էր Ռուբեն Վարդանյանը, եւ ես իմ համեստ ձայնը ուզում եմ բազմաթիվ հայ կանանց անունից միացնել դրան, մենք պետք է գնանք եւ հանդիպենք մեր ապօրինի բանտարկված հայրենակիցներին եւ պատրենք Բաքվի այդ տեղեկատվական եւ թշնամական նվաճողական քաղաքականությունը հենց այս գոնե մարդասիրական հատվածում նրանք իրավունք չունեն այս ընտրությունները այո հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ նաև նրա համար էին որ դուք որտեղ էլ լինեք դուք անվտանգ լինեք միշտ իմանաք որ ձեր ետևում կանգնած է Հայաստանի Հանրապետությունը որ դուք երբ ուզենաք դուրս գալ այն ԱԱԾ-ն որը նկարում է ձեզ հետո այդ նկարները հենց այնպես քո այսպես քաղաքացու իրավունքը իրացնելու փորձը չի ներկայացնի որպես չգիտեմ փախուստ օրինակ ցույց էին տալիս թե Ռոբերտ Քոչարյանը տալիս է իր անձնագիրը ինչ որ ուզում է հանրապետությունից դուրս մեկներ հաստատվի ապա խոսքը պարզապես սա ինչ է նշանակում որ Արտահոսքի է ենթարկվել այո անվտանգության այսինքն իրենք բոլորին են տրամադրում հա դա կամ ինչ է դա նշանակ այո իսկ չհասկացա ուրեմն կարող են մարդիկ վեր կենալ գնալ դա ինչ է նշանակում ցույց տալ այդ կադրը, որ ինքը ուզում է մեկնել։ Դրանից առաջ էլ հայտարարեցին իհարկե առանց կադրերի, որ Գագիկ Ծառուկյաններ կնոջ հետ ինչ որտեղ գնում։ Հա, ես հասկանում, իհարկե կարելի է բոլորին նորից մենք գիտենք, որ Հայաստանում այլևս միակ դատավորը, հա, երևի մեղատեր Աստված Նիկոլ Վովայի Փաշինյանն է, եւ եթե ինքը ասաց, որ դու չես կարող, դու հանցագործես, ոչ միտեղ չես կարող գնալ, բայց ինչ է կանում այդ կադրերը ցույց տալով։ Դու գնացեք ցույց տվեք, քանի անգամ է չգիտեմ, վերջին տարիներին այդ Արցախը Ադրբեջանը հայտարարվելուց հետո մեր գերիների մասին հմեկով որևէ այսպես փոքրիկ ռեպորտաժ եղել որտեղ նշվել է ադրբեջանցիների ապօրինությունները։ Նրանք միայն թվարկել են, որ այսինչը դատապարտվել է այսքան, այնինչը այնքան, այն հետքերը, որ կային Ռուբեն Վարդանի երեսին, այն ձայնագրությունները, որ ուղարկում է Ռուբեն Վարդանյանը, ուղարկում էր Դավիթ Բաբայանը, իրենք դրա մասին խոսել են, քանի անգամ են միջազգային մեր գերիների իրավունքները պաշտպանող փաստաբանները հյուրընկալվել հմեկով։ Ես չեմ հասկանում Civic AM այդպիսի թեմաների երբեք չի անդրադառնում, իրենց միայն հետաքրքրում է թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը ուզում, չգիտեմ, իր անձնագիրը ցույց տալով դուրս գալ, հա, Հայաստանի Հանրապետությունից։ Դա ընդհանրապես ինչ էլի քաղաքական, ինչ է նշանակում։
ինչ հետընթաց զարգացումներ էին։ Մենք ի վերջո պիտի ապրենք ժողովրդավարական, ազատ, արդար Հայաստանի Հանրապետությունում, որտեղ Արարատը մեր գլխավոր ազգային խորհրդանիշն է, իսկ հայկի սկզբնավորման հնդեվրոպական միասնությունից առանձնանալու պահից եւ որտեղ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու շահերը պետությունը պատրաստ է պաշտպանել ամեն կերպ։ Այս ընտրությունները եւ հետընտրական պայքարը դրա մասին են, ոչ թե մի առանձին կուսակցության, գիտեք, իշխանություն ունենալու, չունենալու կամ մեկ այլ կուսակցության, չգիտեմ, ինչ որ քվեներ ստանալու մասին։